Ազգային ժողովի ընդդիմադիր 4 խմբակցություններից 3-ը Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունն ու Օրինաց երկիրը պատրաստ են ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությանը միասնական պահանջներ ներկայացնել։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պլատֆորմը ըստ էության ձևավորված համարեց։ Մեր տպավորությամբ արդեն բացի կոնգրեսից Ժառանգությունն էլ է, Օրինաց երկիրն էլ է այդտեղ, չգիտեմ, Մարուքյանի կուսակցությունը, Ազատ դեմոկրատները եւ այլն։ Էլ չասած, որ տասնյակ հասարակական կազմակերպություն։ Իշխանությանը ներկայացվող պահանջները Զուրաբյանի 5-ն են հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ուռճացված ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման կամ ստուգման հասանելի մեխանիզմ, ընտրության օրը տեսանկարահանել տեղամասերն ու հարող տարածքը, պահպանել գործող համամասնական ընտրակարգը, բացառելով տարածքներից ցուցակների ընտրության հնարավորությունը։ Ձևակերպումների վրա դեռ կարող է խոսենք, վիճենք եւ այլն, բայց ես կարծում եմ ըստ էության այդ կոնսենսուսը արդեն կա։ Այս նախագիծը ըստ էության հայտարարություն է, որ մենք չենք պատրաստվում անցկացնել ընտրություններ։ Իհարկե մենք թույլ չպետք է տանք, որպեսզի այսպիսի փաստաթուղթ ընդունվի ազգային ժողովի կողմից։ ԲՀԿ-ն պատրաստ է պաշտպանել ընդդիմության առաջարկները, բայց Նաիրա Զոհրաբյանի խոսքով որոշել է չկաշկանդվել որևէ պայմանավորվածությամբ։ Ունենալով նախկինի այսպես փորձը, Բարգավաճ Հայաստանը որոշել է գոնե տեսանելի ապագայում որևէ երկյակ, եռյակ, քառյակ, պլատֆորմ, ֆորմատ, ուրեմն որոշակի, գործողությունները սահմանափակող ֆորմատներով հանդես չգալ։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը ընդդիմության միավորման հարցում թերահավատ է։ Տառապանքս փորձ ունի։ Բազմիցս նման փորձեր կատարվել են քառյակ, եռյակ, երկյակ, հետո ընդհանրապես չեմ տեսել նման երևույթներ, բայց մինչև ընդհանուր պլատֆորմ ձևավորելը հարկավոր է յուրաքանչյուր խմբակցություն ինքը իր մեջ միասնականություն ձևավորի։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանը երբեմնի ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ ունի հրաժարվել ամեն ինչ կամ ոչինչ կարգախոսից։ Ընդդիմությունը պետք է հասկանա, որ սա արդյունք չի տալիս։ Ի վերջո, ավելի լավ է մենք իրար հետ միասին ենթադրենք 10 կարևոր հարց ունենք, դրանցից 8-ը համաձայնեցնենք, եւ ես կհամարեմ շատ մեծ հաջողություն, քան թե ասենք որևէ մեկը մտածի, որ եթե 10-ից 10-ն էլ չի համաձայնվել, ուրեմն սկսեն էլի բոլորեն պիտակավորումները, որոնք վաղուց հայտնի են։ Իմաստը դրա որն է։ Այդ պարագայում նաև մյուսներն էլ, չէ՞, դե կասեն, դե որը տենց է, այդ 8-ն էլ չենք համաձայնվում։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով ընտրական օրենսգրքի նախագծի գլխավոր ծուղակը տարածքային ցուցակն է, որն ընդդիմադիրների համոզմամբ քողարկված մեծամասնական համակարգն է։ Սրանից հետո պարզ է լինելու, թե ասենք Սամվել Ալեքսանյանը քանի մարդ է կարողացել կաշառել եւ բերել հանրապետական կուսակցության օգտին, որովհետեւ իր անունը դրված է լինելու ընտրատարածքային այդ քվեաթերթիկներից մեկում եւ դա լինելու է հանրապետական քվեաթերթիկը, այսինքն ռեժիմը ըստ էության հաստատում է վերահսկողություն ադմինիստրատիվ ռեսուրսի, քրեական հեղինակությունների եւ օլիգարխների օգտագործված ռեսուրսների նկատմամբ հօգուտ իշխող հանրապետական կուսակցության։ Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ըստ էության չի բացառում, որ հաջորդ խորհրդարանում եւս կարող են լինել հանրապետականի մականունավոր ու աղմկահարույց պատմություններով հայտնի դեմքերը։ Մենք որևէ մեկին իրավունք չունենք արգելելու նրա մասնակցությանը խորհրդարանական կամ ցանկացած ընտրությունների։ Ժողովուրդը պետք է ինքը որոշի, արդյոք ինչպիսի մարդիկ պետք է տեղ ունենան խորհրդարանում։ Եվ հնարավորինս մենք հորդորելու ենք նաև ժողովրդին եւ հորդորելու ենք քաղաքական ուժերին, որ հնարավորինս կարողանանք այս նոր ստեղծվող խորհրդարանը լինի ավելի քաղաքականացված, բայց ոչ մեկը երաշխավորված չէ, որ այստեղ պետք է միայն լինեն կարկառուն քաղաքական գործիչներ, ճարտար լեզուներով քաղաքական գործիչներ